Բարև ձեզ Factor TV հյուրը հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ քաղաքագետ Նարեկ Մինասյանը, ողջույն պարոն Մինասյան։ Մի կողմից տեսնում ենք Ադրբեջանի նախագահի մակարդակով խաղաղության մասին հայտարարություններ, պատերազմի էջը փակված է, Հայաստանի հետ սովորում ենք ապրել խաղաղ պայմաններում, բայց այսօր էլ դատապարտում եղավ 20 տարվա ազատազրկում Ռուբեն Վարդանյանին եւ մյուս ղեկավարությանը 20-ից ցմա, ինչպես ենք սա հասկանում, նաեւ այս օրերին ադրբեջանական քաղաքասիական ներկայացուցիչներ Հայաստանում են, ես վստահ եմ, այս հարցը դուք տված կլինեք եւ ոնց է այս ամեն ինչը տեղավորվում խաղաղության նարատիվ։ Իհարկե, հայ ռազմագերիների խնդիրը թերևս ամենազգայուն հարցերից մեկն է, ինչպես նաեւ անհետ կորածների հարցը, որը բարբերաբար քննարկումների օրակարգում է ադրբեջանցի գործընկերների հետ եւ հստակորեն մեր կողմից արձանագրում է, որ քանի դեռ կան այս զգայուն հարցերը, նրանք էականորեն ստվեր են գցում նաեւ խաղաղության գործընթացի վրա եւ եթե ցանկանում ենք առաջ շարժվել, պետք է հասցեագրենք նաեւ այս խնդիրները, որովհետեւ առանց այս խնդիրների հասցեագրման շատ բարդ է հասարակ միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացուն բացատրել կամ համոզել, որ գործ ունենք իրական խաղաղության գործընթացի հետ։ Ադրբեջանական կողմը ունի իր մոտեցումները, իր պատկերացումները, ելի փորձագիտական դաշտում էլ հնչում են նաև տարբեր հայտարարություններ եւ ընդհանուր մոտեցումը հետեւյալն է. կա որոշակի տարբերակում իրենց մոտ հայ ռազմագերիների, այսպես երկու հիմնական խմբի։ Առաջի խմբում դա Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, երկրորդ խմբում արդեն մյուսներն են։ Մյուսների հետ կապված, այսպես ազատ արձակելու հեռանկարները շատ ավելի մեծ են եւ դա ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին հնարավոր է ինչ-որ զարգացումներ։ Ինչ վերաբերում է առաջի խմբի ռազմագերիներին, նրանց հետ կապված արդեն քարոզչությունը բավական խորացել է, այդ թվում նաև ներքին, որովհետև եթե դիտարկում եք հայտարարություններ, անգամ վերջերս Մյունխենում Ալիևի հայտարարությունները ըստ էության 30 տարվա այդ ողջ տառապանքները, ինչպես իրենք են ձևակերպում, դրանց մեղքը բարդում են այդ ռազմաքաղաքական ղեկավարների վրա, դրանով նաև ավելի բարդացնելով նրանց ազատ արձակման հեռանկարները։ Այնուամենայնիվ պետք է նշել, որ այս գործընթացը, այս հարցը չպետք է մոռացվի եւ անընդհատ հետեւողականորեն հայկական կողմը պետք է առաջ տանի եւ թե պաշտոնյաների իրենց հերթին, թե քաղաքասարակցությունների հերթին պետք է առաջ տանի այս հարցը եւ պատահական չէ, որ որոշակի արդյունքներ վերջերս գրանցվեց, ինչպես հայտնի է 4 ռազմագերի ազատ արձակվեց եւ վստահ եմ, որ վաղ թե ուշ այս հարցը կարգավորվելու։ Այսինքն գերիային խումբը, որոնք ղեկավար պաշտոններ չեն զբաղեցրել, վերադարձ առաջիկա ամիսներին, ճիշտ հասկացա, հնարավոր է։ Ժամկետներ իհարկե որևէ մեկը չգիտի, սակայն այսպես ասեմ, նրանց վերադարձի հավանականությունը մոտ ապագայում շատ ավելի մեծ է։ Շատ ավելի մեծ է, հասկանալի է, իհարկե ակնկալիքը բոլորիս այն է, որ շուտ դա տեղի ունենա։ Միևնույն ժամանակ այստեղ կարևոր է նաև արձանագրել, որ այս հարցի լուծման երկում ձևաչափով այս հարցի լուծման շանսերը եւս ավելի մեծ են։ Պարզ օրինակով բերենք, որովհետեւ ներկայիս միջազգային հարաբերություններում ուժային դասավորությունները շատ են փոխվել եւ երրորդ երկրների միջամտությունը, երբ փորձում են կոչերով եւ այլն այս հարցին անդրադառնան, Ադրբեջանում շատ ավելի բացասական անցալվում, դա դիտարկվում է որպես Ադրբեջանի վրա մարդ բերելու մոտեցում եւ որպես կանոն արդյունք չի տալիս, օրինակ վերջերս ԱՄՆ փոխնախագահը եւս Բաքվում այդ հարցը բարձրաձայնել է եւ Ալիևը ընդհանրապես ասաց, ես էլ ներկայացրեցի իմ դիրքորոշումը դրան ի պատասխան եւ վերջ եւ թեման փակվեց։ Թե արդյոք այնուամենայնիվ էս ազդեցություն կունենա թե չէ, սակայն այսպես կարճաժամկետ հեռանկարում մենք այդ հարցի բարձրաձայնման հետևանքը չտեսանք, ու այստեղ մի օրինակ եմ ցանկանում բերել։ Բնականաբար Հայաստանի եւ Ռուսաստանի կշիռները քաղաքական աշխարհակաղակական շատ տարբեր են։ Ռուսաստանը արդեն ավելի քան կես տարի իր 11 քաղաքացիներին չի կարողանում վերադարձնել Ադրբեջանից։ Այլ էս հարցը բարբերաբար բարձրաձայնում են եւ այլն, բայց դա այլ խնդիր է։ Ինչ մնաց հայ գերիներին վերադարձնել։ Հայաստանի լծակներ ազդեցության իհարկե շատ ավելի թույլ են, հետեւաբար միակ իրատեսական ճանապարհը կարծում եմ երկխոսությունն է։ Տեսեք, լավ, գերիների հարցը հասկանալի է, որովհետեւ պաշտոնական քարոզչությունը ադրբեջանական դա ներկայացնում է, որ պատժեցինք օկուպանտներին, այսպես 30-ամյա օկուպացիայի մեղավորներին եւ իրենց համար քաղաքական իմաստով միգուցե բարդ է ասել, թե ինչու հանձնեցին
հա մեղավորներ են իրենց բնորոշման, պարզ է մեր պարագայում այդպես չի ընկալվում, իսկ ԱՄՆ-ի այս աշխուժությունը, պարոն Մինասյան, ընդհանրապես սա ինչ է, սա զուտ տնտեսական, ասես շահեր են, Ադրբեջանը ավելի ազդված է լինում Վաշինգտոնյան քաղաքականությունից եւ այս մեղմացումները, որ տեսնում են գոնե բառային տնտեսական գործակցության գերիներ վերադարձնելով երբեմն ԱՄՆ-ի այս ներկայության արդյունքն է, թե Ալիևը այդպես որոշել է ապրել խաղաղության մեջ այսօր։ Փորձենք բաժանել երկու մասի, առաջին ԱՄՆ-ի ներգրավվածության մեծացումը եւ երկրորդ Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը։ Միացյալ Նահանգների հետ կապված ներկայումս մենք գործ ունենք Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերանայման գործընթացի հետ եւ բարեբախտաբար Հարավային Կովկասը հայտնվել է նաեւ ամերիկյան ուշադրության կենտրոնում դեռ 1 տարի առաջ, երբ Թրամփը նոր էր եկել իշխանության, կային մտահոգություններ, որ Թրամփի համար Հարավային Կովկասը կարող է ընդհանրապես հետաքրքիր չլինել եւ կար նաեւ երկրորդ մտահոգությունը, որ մենք ռազմավարական գործընկերության, այսպես կանոնադրություն ենք ստորագրում հերացող վարչակազմի հետ եւ որն է երաշխիքը, որ նոր վարչակազմը կցանկանա հիմնվել նախորդ վարչակազմի ժառանգության վրա եւ կառուցել հարաբերություններ։ Այնուամենայնիվ իրավիճակը լրիվ հակառակ ուղղությամբ գնաց բարեբախտաբար, իհարկե նաեւ դիվանագիտական ջանքերի արդյունքում, եւ այսօր մենք ականատես ենք լինում, որ Միացյալ Նահանգները մտադիր է եւ առնվազն իր գործողություններով եւս դա ցույց է տալիս, որ մտադիր է մեծացնել իր տնտեսական եւ ենթակառուցվածքային ներգրավվածությունը, ներկայությունը տարածաշրջանում, սա բնականաբար ուղղակիորեն հանգեցնում է նաեւ աշխարհակական առաջնահերթությունների շարքում Հարավային Կովկասի ներառմանը։ Սա բավական կարևոր է եւ գաղտնիք չէ, որ ներկայիս վարչակազմը շատ դեպքերում առաջնորդվում է եւ իր արտաքին քաղաքականությունը կառուցում է հենց տնտեսական շահերի վրա։ Ամենատարբեր տարածաշրջաններում մենք դրան ականատես ենք լինում եւ կարծես թե TRIP-ը ըստ էության դառնալու է Միացյալ Նահանգների հենման կետը տարածաշրջանում տնտեսական առումով։ Թեև անվտանգային առումով ուղղակի երաշխիքներ այն Հայաստանի համար չի ներառում, բայց էլի տնտեսական բաղադրիչը ստեղծում է նաև այսպես որոշակի հարակից երաշխիքային դաշտ։ Միևնույն ժամանակ այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ վարչակազմը բավական հետաքրքիր ձևով այս ամեն ինչը մատուցեց, այսինքն TRIP-ի նախագիծ եւ դրանից բացի թե Ադրբեջանը թե Հայաստանը ստանում են բոնուսներ։ Դա երկկողմ հուշագրերի, երկկողմ պայմանավորվածությունների տեսքով։ Ինչպես հայտնի է, օգոստոսի 8-ին հայկական կողմը 3 հուշագիր ստորագրեց կոմունիկացիաների, արհեստական բանականության եւ այլ ոլորտներում եւ արդեն այսօր մենք տեսնում ենք նաեւ դրանց կյանքի կոչումը, դրանց իրականացումը 4 միլիարդ ներդրման մասին է արդեն խոսվում, TRIP-ի հետ կապված ամերիկյան ընկերություններում բավական մեծ ակտիվություն են ցուցաբերում։ Անկամ այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները հետախուզական անօթաչու է վաճառում Հայաստանին, ելի է ամբողջ պայմանավորվածությունների վրա է հիմնված։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ադրբեջանական կողմի այդ բոնուսներից էր, որ որոշակի բալանսավորում է տեղի ունենում։ Եթե Հայաստանը ուներ ռազմավարական գործընկերության կանոնադրություն, Ադրբեջանի հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն եւ Վենսի այցի ժամանակ այդ կանոնադրությունը ստորագրվեց։ Միևնույն ժամանակ նոր պայմանավորվածություններ կան էներգետիկ, արհեստական բանականության ոլորտում համագործակցության հետ կապված։ Իրանց մոտ դեռ նոր է սկսվում, այո, մեր մոտ մի քայլ առաջ է Հայաստանի պայմանավորվածությունները եւ դրանց իրականացման գործընթացը։ Եվ բնականաբար այս բոնուսները նաեւ որոշակի շահագրգռվածություն են ստեղծել Ադրբեջանում, որովհետեւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման հետ կապված դեռ 1 տարի առաջ Ալիևը բավական մեծ հետաքրքրություններ ցուցաբերում, պատահական չէր, եթե նայեք 2025 թվականի տարեսկզբի Ալիևի հարցազրույցները, այնտեղ Թրամփի նկատմամբ բավական լուրջ ռևերանսներ կար, կոմպլիմենտներ կար եւ հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները եւ հիմա այդ բոնուսները իրենք ստացան եւ բնականաբար այս բոնուսները եւ ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունները տարածաշրջանի տնտեսական զարգացումները տեղափոխում են լրիվ նոր հարթություն։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, այստեղ կարեւոր է նաեւ հետեւողականությունը։ Վենսի ուղերձներում էլ կար հստակ գծով այն միտքը, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը ընդամենը առաջի քայլն էր։ Հիմա մեր խնդիրն է այդ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները եւ ձեռք բերված այդ խաղաղության հռչակագիրը դարձնել իրականություն, այդ թվում նաեւ փոխադարձ կապերի եւ տնտեսական շահերի վրա հիմնվելով։ Կնեք, այստեղ ես իմ հաջորդ հարցը ձևակերպեմ, հայաստանյան տարբեր քաղաքական ուժեր ընդհանրապես գիտեք ինչն են կասկածի տակ դնում, որ խաղաղությունը կարող է նաեւ շահավետ լինել տնտեսապես,
ունեն մտայնություն, որ Ադրբեջանն եւ Թուրքիան ուզում են մեզ ոչնչացնել բոլոր դեպքերում միշտ եւ առհավետ եւ սա շրջելի process է, այսինքն աչքակապություն է, միգուցե վախենում է Թրամփից, հիմա այդ բոնուսները վերցնում է, բայց նրա մտքում է մեզ ոչնչացնելը եւ պետք է չթուլանալ, այսպես ասենք, հա։ Ես Վենսի խոսքերում որսացի եմ, որ ասում էր թրիփը կողմերին նաև հնարավորություն կտա կարճած մնալ խաղաղության համաձայնագրին, խաղաղությանը, այսինքն տնտեսական բոնուսները Ալիևին, Փաշինյանին, մյուս ադմինիստրացիան, որ եթե գան հաջորդիվ, կտան, այսպես ասենք, շահագրգռություն պատերազմ չսկսելու։ Ինչպես է կանդրադառնում այս հակաթեզին, որ ոչ կարող է եւ այդպես չլինել։ Տեսեք, ոչ ոք չի ասում, որ պետք է վարդագույն աչքերով նայել, ակնոցներով նայել այս գործընթացին եւ թուլացնել զգոնությունը, հավատալ բոլոր խոսքերին, խոստումներին, չէ։ Կարծում եմ Հայաստանի առաջիկա տարիների ռազմավարությունը, հաշվի առնելով նաև Թրամփի գործոնը, պետք է կենտրոնանա երկու հարցի վրա։ Առաջինը՝ սեփական դիմադրողականության, դիմադրունակության բարձրացում ամրապնդում։ Դա ռազմական բարեփոխումների միջոցով է, նոր սպառազինության ձեռքբերման միջոցով է, սեփական ռազմարտունաբերական ինդուստրիայի զարգացման միջոցով է։ Այս ուղղությամբ կան քայլեր, վերջին ցուցադրությունը Հնդկաստանի ԳՇՊՏ-ի այցի ժամանակ բավական այսպես հետաքրքիր էր առնվազն։ Եւ կներեք ԱՄՆ տեխնոլոգիական գործակցությունն էլ հնարավորություն է։ Սա լրիվ նոր դռներ է բացում, որովհետեւ այդտեղ բացի հենց վիբետ դրոններից, նաեւ դրոնային տեխնոլոգիաների մասին էր խոսքը գնում։ Եվ այո, որովհետև այդ ընկերության ներկայացուցիչները այստեղ էին եւ եթե չեմ սխալվում, հենց այսօր ՊՆ-ում եւս ամերիկյան դեսպանության ներկայացուցիչների հետ նախարարի մակարդակով քննարկվել է ռազմական համագործակցության խորացման հարցը։ Սա բավական կարեւոր է։ Այսինքն առաջի բաղադրիչը դիմադրունակության ամրապնդումն է Հայաստանի։ Երկրորդը խաղաղության գնի մեծացում է, այսպես ասած։ Այնպիսի փոխադարձ նախագծերով, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ փորձել հասնել այնպիսի իրավիճակի, երբ նույն Ադրբեջանի համար պատերազմ սկսելը կունենա տնտեսական ռիսկեր, տնտեսական հետևանքներ, եւ դրա միևնույն ժամանակ խաղաղ գոյակցությունը կապահովի այսպես հավելյալ տնտեսական կալորիաներ, բոնուսներ եւ բնականաբար այս երկու ուղղություններով մեր հաջող աշխատանքը կարող է երաշխավորել եւ արդեն անշրջելի դարձնել խաղաղության գործընթացը։ Վերջերս Աբու Դաբիից հետո Հայաստանի ղեկավարությունից հնչեցին հայտարարություններ, որ բավական մոտ ենք այդ անշրջելիության կետին, սակայն դեռևս չենք հասել եւ կարծում եմ հենց առաջիկա ամիսների անելիքները, առաջիկա տարիների անելիքները հենց պետք է ուղղված լինի դրան։ Շատ լավ, տարիներ շարունակ մենք հայ-ամերիկյան գործընկերության մասին խոսելիս այսքան տեսանելի բազմամիլիարդանոց ծրագրերից չենք խոսել ենք մեր ժողովրդավարությանը, բարեփոխումների նրանց աջակցությունից, արդարադատական համակարգից, չգիտեմ, պարեկային համակարգ, նախկին իշխանությունների ժամանակ էլի թեթև ինչ որ ծրագրերով, հա, ուր կարող է գնալ այս գործընկերությունը, որը ինչպես արդեն բոլորս գիտենք, միջուկային տեխնոլոգիաներ, արհեստական բանականության տեխնոլոգիաներ, ռազմական տեխնոլոգիաներ ԱՄՆ-ն բացում է այս հնարավորությունները Հայաստանի Հանրապետության համար զուտ վստահության հիմքի վրա, հա, Փաշինյանի անունն էլ են այս կոնտեքստում տալիս, ապագան որն է, որովհետև մենք երբեմն կարող է լսենք այդ թվում հայաստանյան տարբեր ուժերից, որ սա Իրանի դեմ է, որ Ռուսաստանը կբարկանա, Ռուսաստանում այնպես չի, որ չեն բարկանում, բայց ոնց որ ձայնը այդքան ագրեսիվ չի հնչում, չգիտեմ ինչ պատճառով։ Ես պաշտոնական մակարդակում նկատի ունեմ, Հայաստան զավթող հայտարարություններ նկատի ունեմ, ինչ կարող եք ասել, պարոն Մինասյան։ Կարծում եմ Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունները դիտարկելիս պետք է գիտակցել, որ տեղի ունենում երկու փոփոխություն։ Առաջինը բովանդակային, եթե նախորդ վարչակազմը դեմոկրատական վարչակազմը հիմնականում արժեքային բաղադրիչի վրա էր կառուցում իր գործընկերությունը, ժողովրդավարություն, մարդու իրավունքների եւ այլն, նոր վարչակազմը ունի այլ առաջնահերթություններ այս մասով, դա բնականաբար գալիս է տնտեսական շահ։ Եվ սրա վրա է կառուցում թե Եվրամիության, թե եվրոպական առանցին երկրների, թե Մեքսիկայի, Բրազիլիայի, Կանադայի բոլոր երկրների հետ Թրամփի վարչակազմը իր հարաբերությունները կառուցում է եւ վերանայում է հիմնվելով իր տնտեսական շահի վրա, այդ ճանապարհին օգտագործելով ամենատարբեր լծակներ, մաքսատուրքերի միջոցով ճնշումներ եւ այլն եւ այլն։ Հետեւաբար մեր մոտ տեղի ունենում փոփոխություն եւ առաջիկա 3 տարվա ընթացքում
հայ-ամերիկյան հարաբերություններում Վաշինգտոնի համար գերակայ լինելու սա։ Հետևաբար հայկական կողմը նաև պետք է կենտրոնանա հենց տնտեսական գործընկերության վրա։ Եվ երկրորդը տեղի ունենում ձևի փոփոխություն հարաբերությունների, այսպես եթե նախկինում Հայաստանը ավելի շատ սպառողի դերում էր, երբ դիտարկում էր օգնության սպառող եւ այստեղ անգամ ռազմական ոլորտում համագործակցություն հիմնականում կրում էր ամերիկյան կողմից օգնություն Հայաստանին։ Հիմա մենք սպառողից վերածում ենք գործընկերոջ։ Այսինքն թե տնտեսական բնագավառում, թե ռազմական բնագավառում մենք դառնում ենք գործընկեր, որի հետ Միացյալ Նահանգները պատրաստական է կնքել պայմանագրեր, ստանձնել համատեղ պարտավորություններ, զենք վաճառել։ Սա բավական կարևոր է ընդգծել, որ վիբետ անօթաչուները վաճառվել են ռազմական գործարքի շրջանակում եւ ոչ թե օգնությունը։ Եվ եթե չեմ սխալվում, Foreign Military Sales ծրագրի շրջանակում առաջին նման գործարքն է Հայաստանի հետ, որը նաեւ ճանապարհ է բացում հետագայի համար։ Միացյալ Նահանգների մոտեցումը շատ հարցերում ավելի այսպես պարզ է։ Ունեք փող, մենք ունենք զենք, խնդիր չկա, եկեք պայմանավորվենք։ Հա, հետաքրքիր է։ Տեսեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ, այսպես սկսեմ, երկու գործիքակազմ Ռուսաստանը, Հայաստանի Հանրապետությունում ունի թիվս այլ գործիքակազմերի, որոնք հայաստանյան իշխանությունները դիտարկել են որպես ազդեցության այնպիսի գործիքներ, որոնք կարող են օգտագործվել չարամտորեն, հա։ Մեկը ատոմակայանի սպասարկումն է Ռոսատոմի կողմից վառելիք մատակարարելով եւ ընդհանրապես ռուսական տեխնոլոգիաներով կառուցած լինելը արդեն իսկ այդ պետությունից դնում է կախման մեջ եւ երկրորդը երկաթուղային ցանցն է, պարոն Մինասյան, հարավկովկասյան երկաթուղին շատ վատ ֆինանսական վիճակում է եւ Հայաստանյան իշխանությունը հարց է դնում ոչ միայն ընդ որում այդ փոքրիկ հատվածները Իջևան, Ղազախ կամ Երաս եւ այլն Կարս Գյումրի վերակառուցել, այլ ամբողջ ցանցը թարմացնել, որովհետեւ արագության խնդիր կա եւ Նախիջևան Կարս այդ կառուցվելիք երկաթուղուն, հա, կարող է մրցակցությունից դուրս մնալ։ Վարչապետը դրա մասին ուղիղ էր ասում։ Առաջին դեպքում ատոմականի կա հավանականություն, որ ԱՄՆ-ի հետ կառուցվի, թեև դեռ վերջնական որոշում չկա, եւ երկրորդը վարչապետը ասաց մեր պատկերացումն այն է, որ Ռուսաստանից գնի ինչ որ մի բարեկամ պետություն եւ մենք արդիականացնենք մեր ցանցը։ Կխնդրեմ այս երկու պատկերը հասկանալի դարձնել, ինչի հետ գործ ունենք։ Գործ ունենք Հայաստանի դիվերսիֆիկացման քաղաքականության հետ, դիվերսիֆիկացում արդեն տնտեսական ոլորտում։ Այստեղ բավական կարևոր է եւ դիվերսիֆիկացումը նաեւ պայմանավորված է օբյեկտիվ գործոններով։ Արդեն ավելի քան 10 տարի է ռուսական հարավկովկասյան երկաթուղիները նույն կոնցեսիոն կառավարումն է իրականացնում Հայաստանի երկաթգծերի։ Որքանով է դա արդյունավետ, ինչքան ներդրում է իրականացվում, կարծում եմ ամենասովորական քաղաքացիները իրենց աչքերով տեսնում են, որ դա արդյունավետ չէ։ Եթե համատում ես, թերևս շատերն են ճամփորդում Եվրոպա, այնտեղ տեսնում են այդ ժամանակակից գնացքները, որոնցով արագ երթևեկում են եւ այլն եւ այլն։ Հայաստանում բավական հին վիճակում գտնվող այսպես վերջերս մի քանի նոր վագոնվեցին, բայց էլի անհամեմատելի է ստանդարտները։ Էլ չեմ ասում նոր երկաթգծերի կառուցման հետ։ Ֆիալետովը Վանաձոր երկաթգիծը դեռևս կոնցեսիոն կառավարման ստանձնման ժամանակ, եթե չեմ սխալվում, քննարկվել է հարցը։ Մինչև այսօր դա տեղի չի ունեցել։ Սակայն եթե այդ փոքր հատվածը կառուցվեր, Երևանից դեպի Թբիլիսի ճանապարհը երկաթուղային էականորեն կկրճատվեր։ Հիմա դրա փոխարեն երկաթգծը Երևանից գնում է Արմավիր, այնտեղից բարձրանում է Գյումրի, այնտեղից Վանաձոր, նոր էլի գնում Թբիլիսի։ Եթե ուղիղ գծով կարող է Երևանից բարձրանալ արդեն Թբիլիսի։ Դա էականորեն կավելացներ, սակայն մինչև օրս ռուսական շահագործող ընկերության համար դա ընդհանրապես հետաքրքիր չէ եղել։ Եվ այժմ երբ կան որոշակի այլ ընտրանքային հնարավորություններ, բնականաբար ռուսական կողմի մոտ նկատվում է անհանգստություն, որ կարող են կորցնել իրենց դիրքերը։ Ինչը բնականաբար, այո, ինչը բնականաբար արդեն մեր շահերի մեջ չտեղավորվում։ Շոյգուն իդեպ բաց խոսում էր ատոմակայանի մասով դիրքեր կորցնելու ռիսկերից, ասելով հուսով ենք դուք ընտրություն չեք կատարի, այսպես կնեք էլի, այս բառը բոլորին հասկանալ է, ինատ ընկնելու տրամաբանությամբ չեք գործի, այլ մեր բարձր տեխնոլոգիաները գնահատեք ատոմակայանը։ Իհարկե բավական զգայուն հարց է, այստեղ պետք է նաև հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանը մտնում է նաև նոր փուլ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված, այսինքն ատոմակայանի արդիականացման ծրագիր պետք է իրականացվի, ընդ որում Ռոսատոմի օգնությամբ։
Հետաբար այս զգայուն փուլն էլ բավական խոցելի է դարձնում Հայաստանի եւ կարծում եմ այնուամենայնիվ հայկական կողմը պետք է դիտարկի բոլոր հնարավոր տարբերակները ավելի երկարաժամկետ եւ ռազմավարական ընտրություն կատարելու համար։ Այստեղ իհարկե գինը առանցքային դերակատարում ունի, սակայն բացի գնից պետք է հաշվի առնել նաեւ քաղաքական ասպեկտը տվյալ հարցի, այսինքն կախվածությունների երկարաժամկետ կախվածությունների ձևավորման հարցը։ Եվ այս գործոնները պետք է հաշվի առնվեն։ Ինչ վերաբերում է այսինքն Էժանը ուրեմն նախընտրել է տրամաբանությամբ չառաջնորդել, միանշանակ չէ, ավելի բարձր քաղաքական որովհետեւ սա ռազմավարական ենթակառուցվածք է, միայն տնտեսական ենթակառուցվածք չէ ատոմակայանը։ Ինչ վերաբերում է երկաթգծին, այստեղ կարծում եմ նաև հարցը էլի քաղաքական է։ Տեսեք, Ադրբեջանը բացեց իր տարածքով տրանզիտը Հայաստան բեռների համար։ Հիմա Ադրբեջանի, օրինակ Ռուսաստանից կամ Ղազախստանից ցորենը Ադրբեջանի, այնուհետև Վրաստանի տարածքով երկաթգծով հասնում է Հայաստան։ Այս իրավիճակը ստեղծել է որոշակի ոչ հավասարակշիռ իրավիճակ մեզ համար, որովհետև մենք փաստացի օգնում ենք, Ադրբեջանը ամենտեղ փողփողում է, որ տեսեք ես ինչ բաներ եմ բացել, հնարավորություններ եմ բացել Հայաստանի համար, մենք այս ենք անում, այն ենք անում, այսինքն իր անգամ եւ ոչ միայն PR-ի, նաեւ քաղաքական առումով դիվիդենդներ է ստանում միջազգային տարբեր գործընկերների հետ շփումներում։ Հիմա օրինակ, ինչու չպետք է շատ արագ կառուցել երասք սադարակ երկաթգիծը եւ Հայաստանի տարածքով Ադրբեջանը հասանելիություն ստանա Նախիջևանին եւ փաստացի մենք էլ Ադրբեջանին ենք այսպես հնարավորություն տալիս եւ այդ անհավասարակշռությունը վերականգնում է, այսինքն փոխադարձ կախվածություններ են ստեղծվում։ Ոչ թե միակողմանի։ Հիմա մենք ունենք միակողմանի իրավիճակ փաստացի, իսկ այդ երկաթգծի կառուցումը էլի ռուսական դաշտում է այս պահին։ Ու բավական կարևոր է, որ այս գործընթացը իրականացվի հնարավորինս արագ, ել չեմ ասում, որ կա նաեւ եվրոպական ներդրումների հարցը։ Դեռևս 2025 թվականին Վաշինգտոնյան հանդիպումից հետո ըստ տարբեր աղբյուրների եվրոպական կողմը մոտեցել է թե հայկական կողմին, թե ադրբեջանական կողմին եւ պատրաստակամություն է հայտնել ներգրավել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում, մասնավորապես ներդրումների տեսքով։ Երկաթուղով։ Այո։ Ադրբեջանական կողմը շատ հստակ ձևակերպել է իր առաջարկը, դա Նախիջևանի երկաթգծի վերակարդիականացումն է կամ որոշ հատվածներում վերակառուցումը։ Խոսքը գնում է մոտ 1 միլիարդ եվրոյի մասին։ Վերջերս եթե չեմ սխալվում, Ալիևը եւ Կոսը հանդիպման ժամանակ էլ այս հարցին անդրադարձել էին։ Սա բավական հստակ է եւ եղավ նաեւ հայտարարություն, որ տեխնիկա տնտեսական ուսումնասիրություն է սկսվում եվրոպական կողմի ներգրավմամբ այդ երկաթգծի հետ կապված, դա նշանակում է, որ առաջիկայում այդ զրույցը կդառնա առավել գործնական։ Ադրբեջանը ԵՄ առաջարկին համաձայնվել է, Հայաստանը առնվազն սկսել են ուսումնասիրել։ Հիմա հերթը Հայաստանին է։ Հայաստանը ինչ առաջնահերթ ուղղություն է տալու Եվրամիությանը, որպեսզի եվրոպական ներդրումները իրականացվեն Հայաստանում, բնականաբար երկաթգծի մեջ։ Այստեղ էլի բավական կարևոր է։ Մենք ունենք երասխից գնացող դեպի Գյումրի երկաթգիծ, բայց այդ երկաթգծում այնքան ներդրումներ չեն արել, որ այդ երկաթգծում տեղափոխվող գնացքների արագությունը շատ ցածր է։ Եթե չեմ սխալվում, մոտ 50-60 կմ/ժ, եթե չեմ սխալվում։ Ադրբեջանում, եթե այդ ներդրումները իրականացվեն ու վերակառուցվի, արագությունը տատանվելու է 120-ից 150 կմ/ժ։ Դուք պատկերացնում եք, ու արդեն գալիս է լեգիտիմ հարց։ Եթե այս արագընթաց գծերով գալու է գնացքը, հետո պետք է մտնի Հայաստան, այսպես դանդաղ ընթանա մինչև հասնի Գյումրի, դրա փոխարեն իրենք բնականաբար կնախընտրեն, որպեսզի Նախիջևանից էլի այդ արագընթացի տրամաբանությամբ շարունակվի դեպի Թուրքիա։ Մեղադրել մի քիչ բարդ է։ Երկու այսպես տարբերակի մրցակցություն է հիմա գնում, ու մեր բախտը անիծելու փոխարեն պետք է բնականաբար շատ ակտիվ ձևով աշխատել, այդ թվում նաև շատ ակտիվ կոնսուլտացիաների մեջ մտնել ռուսական կողմի հետ, փորձել թեկուզ հատվածական կամ ինչ-որ մասնակի լուծումներ գտնել։ Բարձրաձայնված առաջարկը, որ երրորդ բարեկամ երկիրը գնի, դա եւս կարծում եմ առնվազն տրամաբանական առաջարկ է։ Այստեղ ողջ հարցը նրանում է, արդյոք Ռուսաստանը պատրաստ է նման այսպես զիջման, եթե այսպես ձևակերպենք։ Այսինքն կնեք խոսքը կշարունակենք, մենք այս պայդրությամբ կանգնած ենք հետեւյալ հարցի առաջ, կամ Ռուսաստանը իր կամքով վերակառուցում է մեր երկաթուղային ցանցը, որ դառնա կենսունակ եւ մրցունակ Նախիջևանը, Թուրքիա, բաներ, կամ եթե համաձայն չէ եւ ախուրիկ ղարս հատվածների կառուցում
եւ Գյումրիից դեպի երաշխ հատվածի վերակառուցում։ Քանի որ կնեք ռուսները հիմա երկաթուղին իրենց, մայր կազմակերպություն ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, շատ մեղ բաց է։ Դա բավական լուրջ խնդիր է։ Համբերության բաժակ է, էլի, այսինքն ես այսպես ոչ թե ագրեսիվ տոնով եմ ասում, այլ սպասելու ժամանակը Հայաստանը պետք է դիտարկի, չգիտեմ, միակողմանի խզելու հնարավորություն, եթե ինչպես Փաշինյանն է ասում, բարեկամական մթնոլորտում պետք է այս հարցը լուծվի, բա որ չլուծվի, ոչ թե չուզենան մեզ վատություն անեն, այլ չկարողանան, բայց չուզենան նաև այդ կոնցեսիոն կառավարման իրավունքը որևէ մի կողմի զիջել։ Ասել դե լավ, հիմա 50 բան է, արագություն ոչինչ։ Կարծում եմ հայկական կողմը պետք է բավական հետևողականություն դրսևորի, որպեսզի Ռուսաստանից ստանա պատասխան։ Որևէ շատ հստակ ժամկետներով բանով, եթե կառուցում են ինչ ժամկետներում, ինչ ծավալի ֆինանսավորմամբ, շատ հստակ պետք է լինի։ Եթե չեն կառուցում, հասկանանք ինչպես ենք այս հարցը լուծում։ Շատ հստակ է, որովհետև էլի տարածաշրջանի մյուս երկրները չեն նստելու սպասեն, թե Հայաստանը երբ է կարողանում այս փոքր 1.4 կիլոմետրանոց հատվածի հարցը լուծի։ Այստեղ կան տնտեսական շահերի մրցակցություն եւ բնականաբար բոլոր երկրները ցանկանում են, որպեսզի այդ երկաթգծերը անցնեն իրենց տարածքով հնարավորինս երկար։ Եթե մենք դուրս մնանք այս գործընթացից, փաստացի մենք կունենանք մի իրավիճակ, երբ թրիփը կգործի եւ մենք տարածաշրջանային հաղորդակցություններին մասնակից կլինենք ընդամենը 43 կիլոմետրով։ Ինչը կարծում եմ չի բխում է շահից։ Իսկ բացական սցենարն էլ է դիտարկենք, ենթադրենք ոչ վերակառուցում են, ոչ համաձայնվում են կոնցեսիոն կառավարումը տալ, այլ վաճառել այլ ընկերության երրորդ կողմին։ Այստեղ կարծում եմ մի փոքր նաև իրավական նրբություններ կան, օրինակ տեսականորեն կոնցեսիայի պայմանագրի խզում կամ մասնակի կոնցեսիայի մասնակի փոխանցում այլ ընկերության, օրինակ այդ Գյումրիից դեպի երաշխ հատվածի փոխանցում այլ ընկերության կամ այդ մասով կոնցեսիոն պայմանագրի վերանայում։ Ամենատարբեր սցենարներ կան, իհարկե ամենառադիկալը դա կոնցեսիոն պայմանագրի խզումն է, բայց ելի ասեմ, դեռ մի քանի տարի առաջ կհիշեք, որ երկաթուղիներում որոշակի գործեր էին բացվել, տարբեր ֆինանսական չարաշահումների հետ կապված եւ ըստ տարբեր աղբյուրների բավական խայտառակ պատկեր էր տիրում, ել չեմ ասում, եթե զուտ պարզաուզիտ իրականացվի, թե արդյոք Հարավկովկասյան երկաթուղիները կատարել է իր ներդրումային պարտավորությունները, որոնք արձանագրված են նաև կոնցեսիոն պայմանագրով, թե ոչ, կարծում եմ պատկերը կլինի ոչ իշա Հարավկովկասյան երկաթուղիների։ Այսինքն Հայաստան պետք է գնա կոնցեսիոն այս պայմանագրի խզման, հաշվի առնելով նաև այս ֆինանսական ենթադրյալ չարաշահումները։ Դա ամենառադիկալ սցենարն է, կարծում եմ բավական այս փուլում։ Պետք է խուսափել այդ սցենարից, թե այսինքն ես չեմ պնդում էլի հենց հիմա այսպես հանդարտ պայմաններում մի բոմբ պայթեցնել, բայց եթե բանակցությունները արդյունավետ չեն, միգուցե կարծում եմ հնարավորինս հարթ պետք է նախընտրելի տարբերակը դա գործընթացը հնարավորինս հարթ իրականացնել, որպեսզի Ռուսաստանի կողմից հավելյալ խնդիրներ չառաջանան այս գործընթացի եւ հարակից տնտեսական այլ ոլորտներում։ Այնուամենայնիվ երաշխիքներ չկան, որ ռուսական կողմը բավական կառուցողականություն կցուցաբերի այս հարցի հետ կապված։ Հետաբար առաջի անելիքը դա երկխոսությունն է եւ հստակ պատասխանի ստացումը։ Բայց հիմքեր կան խզելու, դա է ձեր ասածը։ Առնվազն որքանով ես եմ ծանոթ այդ վերլուծություններին, նույն ներդրումների մասով, որ բոլոր պարտավորություններն են իրականացվել, ինչը նաև հիմք է խզման համար։ Շնորհակալ եմ զրույցի համար, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել էինք Նարեկ Մինասյանին։